Տոնական սեղաններն արդեն հավաքվել են, ինչպես վերադառնալ ճիշտ սննդակարգի առանց օրգանիզմը ստրեսի ենթարկելու։ Տոների ընթացքում անկանոն սնվելուց հետո թերևս առաջին որոշումը երբեմն խիստ դիետաներն են կամ մարզասրահում հաճախակի մարզումները։ Միայն թե մասնագետները զգուշացնում են, նման մոտեցումները կարող է ավելի շատ վնասել, քան օգնել։ Առաջին հերթին շատ կարևոր է ոչ միայն այս տոներին, առհասարակ ցանկացած առիթի ժամանակ մեղքի զգացում չունենալ։ Այսինքն, եթե մենք կերել ենք ինչ-որ մի բան, որը մեզ դուր է եկել կամ ծանր է եղել, պետք չի դրա համար մտածել, ենթարկել ստրեսին, քանի որ հենց ինքը ստրեսը ձեզ ավելի շատ կբերի խնդիրների։ Սննդաբանը շեշտում է, տոներից հետո օրգանիզմը նոր սահմանափակումների կարիք չունի։ Նրա համոզմամբ այս գործընթացը ստրեսի վերածելը կարող է հակառակ արդյունք տալ։ Կերել ենք, անուշ ենք անում, գնում առաջ։ Չենք գնում մարզասրահ ամեն օր, տանջվում 1-2 ժամ կամ ավել, որպեսզի այդ կերած կալորիաները մաշենք սպորտզալում, արթնացանք, խմեք 1 բաժակ տաք ջուր, գոլից տաք, որպեսզի մենք կարգավորենք մեր աղիների աշխատանքը, որովհետև հենց աղիներից է գալիս մեր բոլոր խնդիրները։ 1 ժամվա ընթացքում փորձեք բալանսավորված նախաճաշել։ Կարևոր է, որ սպիտակուցներ լինեն մեր սննդակարգում։ Եթե ուզում եք ինչ-որ քաղցր բան ուտեք, կերեք այդ քաղցրը ձեր նախաճաշից հետո։ Ոչ թե մեղքի զգացում ունեցեք, որ կերա ես քաղցրը, այլ ուղղակի փորձեք այդ քաղցրը թողնել ուտել ձեր հիմնական սննդից հետո։ Տեսական խորհուրդներից անցնում ենք գործնականի։ Սննդաբան Արմինե Հակոբյանի հետ իր խոհանոցում ենք։ Միասին պատրաստում ենք հեշտ ուտեստ, հարուստ սպիտակուցներով, որը կարող է դառնալ տոներից հետո ճիշտ սնվելու առաջին քայլը։ Սա կարող է լինել արագ նախաճաշ, եթե ժամանակ չունենք, ինչու, որովհետև սպիտակուցները շատ լավ տարբերակ են, բայց սա կարող ենք նաև միջուտեստի տարբերակ ընտրել։ Ինչու եմ ընտրել անանասն ու քամած մածունը, սովորաբար ինչու են անում, որովհետև անանասի մեջ եղած ֆերմենտները օգնում են, որպեսզի սպիտակուցները լավ մարսվեն, բացի այն օգնում է փքվածության դեմ, հագեցնող է, քիչ կալորիաներ ունի, բայց պիտի հիշենք, որ չենք չարաշահում ոչ մի միրգ։ Այո, շատ լավ տարբերակ է, ունենք սպիտակուցներ, ունենք ճարպեր ընկույզի տեսքով, նաև բուսական սպիտակուցներ եւ որպես քաղցրել ընտրում ենք անանասը։ Եթե շատ կուզեն, այսինքն ունեն դեռ քաղցրի պակաս, կարող են նաև մեղր ավելացնել մի փոքր, բայց կարծում եմ այսպես բավարար է։ Բաղադրիչներին ծանոթանալուց հետո անցնում ենք պատրաստման գործընթացին, ընթացքում իհարկե քննարկելով բաղադրիչների օգտակարությունը։ Չափաբաժիններ առհասարակ փորձեք, եթե մի հոգու համար է, առհասարակ 100-150 գրամ կամ 200 գրամը նորմալ է, կարող եք նաև ավելացնել կաթնաշոր, բայց ես այսօր նախընտրեցի ոնց որ քամած մածունը միայն, ինքը իր համար շատ լավն է։ Չափաբաժիններից օրինակ պարզածխաջրերը չպիտի գերազանցեք, պարզածխաջրերը դրանք սպիտակ ալյուրից պատրաստած մթերքներն են, հենց միրգը ինքը պարզածխաջուր է։ Մասնագետները շեշտում են, տոներից հետո նպատակը ոչ թե կտրուկ նիհարելը պետք է լինի, այլ օրգանիզմը բալանսավորված սննդակարգով առողջ պահելը։ Խորհուրդ է տրվում պահպանել չափաբաժինները 10-ից 20 հատիկ ընդեղեն, ձեռքի 1 ափի չափ միս կամ 4-ից 5 ճաշի գդալ հատիկեղեն։ Առավոտյան նախաճաշին շատ իդեալական տարբերակ է ամբողջահատիկ հացը, էլի կարող եք, եթե չենք կշռում, սենց մեր ափի չափով, կարագը պարտադիր, շատ կարևոր է, հիմա չգիտեմ ինչու հանում են սննդակարգից, որը շատ սխալ է, մենք հանեցինք մեր ռացիոնից այդ առողջարար ճարպերը, բերեցինք ոչ առողջարար ճարպերը, այո, եւ այսքան հիվանդությունները հենց դրանց պատճառով է, մի փոքր կտոր կարագ ձեր համար առավոտյան, արդեն դրանք հագեցնող են, որ դու ավելորդ չգնաս պարզածխաջրերին։ Տեսեք, մարդիկ վախենում են նախաճաշից, նախաճաշը չեն անում, բայց դրա փոխարեն իրենք կարող են, ասենք, օրվա մեջ կես կիլոգրամից մինչև 1 կիլոգրամ միրգ ուտել։ Ամանորից հետո ճիշտ բալանսավորված սնունդը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլ նաև համեղ։ Այս ավանդերի միջոցով ցույց տվեցինք, թե ինչպես պետք է ճիշտ բալանսավորել սնունդը։ Շողել Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։